Очень часто его называют Гаригином Нужде нашего времени. Им восхищаются не только военные, но и люди науки, интеллигенция, а все потому, что образ, жизнь и судьба Леонида Асгалдяна вобрали в себя значимые достижения науки в мирное время, выдающиеся на поле войны. 13 марта в Российско-Армянском славянском университете была открыта аудитория имени Леонида Асгалдяна. Բարձր կարգի պրոֆեսիոնալի մասին, բացի նրա հայրենասիրական և հայրենիքին ծառայելու մղումներից խոսք գնում է բարձր կարգի պրոֆեսիոնալ հանձնարարության մասին, որը նաև իր պրոֆեսիոնալիզմում բացարձակ կայացած մարդ է եղել, գրագետ, ուսյալ, դեպի ուսումը, դեպի կրթությունը, դեպի բարեկրթությունը տանող, իսկապես այսպիսի հերոսների կարիք ունենք, հայրենասիրական և հայրենիքի ծառայության մղումները եղել են նաև այս համալսարանի կերտողների սրտներում։ Ասգալդյանը այս բառերը սա Հայաստանն է և վերջ կարող են հանգիստ լինել մեր համալսարանի նշանաբանը, որովհետև մենք համալսարանը կառուցելիս ղեկավարել ենք հենց այդ նշանաբանով։ Սա Հայաստանն է և վերջ։ Ըստ որում մեր տեսակետից սա լավագույն Հայաստանն է, որտեղ մարդկային արժանապատվությունը, ազգային արժանապատվությունը, գիտելիքը, կրթությունը, մշակույթը, ոգին առաջնային տեղ են զբաղեցնում մեր կրթական ծրագրերում, մեր մոտեցումներում, մեծի և փոքրի հարաբերություններում, հայրենիքի երկրի նկատմամբ մեր պարտավորությունների գիտակցման մեջ և մեր առօրյա Научные труды молодого ученого-радиофизика внесли значимый вклад в развитие экономики страны. Однако с началом боевых действий он одним из первых взял оружие и вышел на передовую. Իրոք նահավանաբար մերօրյա նշվել են, որովհետև կային շատ տղաներ, հրամանատարներ, որոնք իրոք հերոսներ էին, բայց Լեոնիդը նա ստրատեգ էր, նա մտածում էր ինչպես քաղաքական, ինչպես պետական գործիչ, նա հասկանում էր, որ այս պատերազմը դեռ շատ է տևելու և գիտակցում էր, որ սա մի կամ երկու սերունդի գործ չի, սա մեծաթիվ սերունդների գործ է, կերտել այն երկիրը, որը իրոք իր և իր նմանների երազածների երկիր։ Его боевые товарищи спрашивали, место ли интеллигента на войне, но именно тогда проявилась личность Леонида как политика, идеолога, стратега. Բայց ռազմաճակատում մտավորական լինելը, խիզախ լինելը և քաջարի լինելը դա տարբեր ուղղություններ են։ Խիզախությունը մտավորական չի հարցնում, քաջությունը մտավորական չի հարցնում, ռազմաճակատում ակամայից է խիզախություն գործում, որտեղ մեռնելու պահին երբեք չես գիտակցում, որ դիպած է երկրի։ Բազմաբևեր մարմից էր, նա կարողանում էր ձգել դեպի իրեն բոլոր տեսակի մարդկանց, ով թեկուզ 1%, 5% մեջը մարդ կար և հայ կար, բոլորը ձգվում էին դեպի Լեոնիդ Ասգալդյանը, ճիշտ միմյանց սկզբունքով, եթե մետաղյա ինչ-որ մի բան կա, մարմիցը ձգվում է դեպի իրեն։ Նա կարողանում էր նույնիսկ կիսահանցագործ տարին դարձնել կատարյալ հայ, նա մտավորականները ձգվում էին նրա կողմը, ֆիզիկապես ակտիվ մարդիկ և դրա ինքում ընկած էր նա, որ ինքը իրոք անխոցելի կերպար էր և իր ֆիզիկական և մտավոր այդ հզոր տաղանդի հանճարի կողքին, ասեի ավելի բարձր կանգնած էր նրա բարոյական հանճարը։ Не верьте, если вам скажут о моей гибели. С этим высказыванием каждый учебный день будут встречаться студенты физики. В аудитории имени Леонида Асгалдяна проводятся преимущественно их занятия. Ֆիզիկայի հանրությունը հպարտ է, որ ֆիզիկոսներն են այդպիսի մարդիկ տվել, այսպիսի հերոսներ տվել մեր ժողովրդի համար,
իսկապես մտավորական, գիտնական եւ հետո ռազմի դաշտ եւ ներդրում մեր ընդհանուր հաղթանակի գործում։ Ես շնորհակալ եմ նաեւ մեր համալսարանի ղեկավարությունից, որ նմանատիպ գաղափարները անմիջապես կենսագործում է, իրականություն է դարձնում, պաշտպանության նախարարության հետ համատեղ եւ պետք է ասեմ, որ մենք շատ լավ ուսանողներ ունենք, ֆիզիկոս ուսանողները իրենց դասերը հիմնականում այս տեսարանում են անցկացնում եւ դա անհետևանք չի լինի։ Այս պատերը, այս նկարները, այս գրքերը, խոսքերը լեռնի ամեն օր մտնելու են այս տեսարան, նորից կարդալու, նորից հիշելու, հուզվելու։ С Министерством обороны Республики наш университет сотрудничает весьма активно. Открытие аудитории имени Леонида Асгалдяна яркий тому пример. Այսօր այսպիսի հայրենասիրական, ռազմահայրենասիրական լսարաններ, դասարաններ բացելու մենք եւս մեկ անգամ ուսանողությանը, աշակերտությանը, ինչու ոչ, փորձում ենք օրինակ տալ, նրանց մոտ մարմնավորել առաջնորդողի կերպարը։ Мероприятие продолжило выступление учеников школы УСМУГ, а также праздничный концерт в честь 22-летия армянской армии. Չի մտնելու իմ նոր տունը, չի ջնջելու իմ անունը, ազգանունը։ Իմ լեզուն ու այլ բուբենը, ուրիշ խոսքով այն ամենը, ինչ համուրսյունն է իմ տան, և միասին կոչվում է հայ ու Հայաստան։ Понимать и, соответственно, любить точные науки еще со школьных лет можно и даже нужно. Приблизительно таким девизом задались создатели новейшего учебного пособия «Школьная библиотека». Подобное издание научно-популярной литературы, доступное в понимании школьникам, соответствующей подготовкой существовало до 1992 года и называлось «Библиотечка Квант». Сегодня же объединенная редакционная коллегия стремится воссоздать данную практику, и презентация книги «Удивительный наномир», первой из грядущей серии, состоялась 28 февраля в РАУ.
Авторами первой книги являются профессора РАУ Эдуард Казарян, Хайк Саркисян, а также доцент Давид Гарапетян. Книга «Удивительный наномир» является дополнительным пособием по физике в доступной форме, ознакомляющей читателей с нанонаукой и новейшими достижениями нанотехнологий. Издание книги осуществлялось при поддержке Министерства науки и образования Армении, а серия школьной библиотеки получит реальную финансовую помощь со стороны Госкомитета по науке. Դպրոցից ես շատ լավ հիշում եմ 70-ական թվականը, երբ որ մենք դպրոցական ենք, մենք դասերակցեցինք քվանտ ամսագրի, ուրեմն հատկապես զադաշի քվանտը բաժինը մեր համար ամենահետաքրքիրներից էր եւ որպես մասնագետ մենք փաստորեն այն ժամանակ սկսեցինք ձևավորվել։ Այնպես որ այս մատենաշարանը իրոք շատ մեծ արժեք ունի, նամանավանդ եթե հաշվի առնենք, որ ընդգրկված են մատենաշարանի կազմում եւ ստեղծման հեղինակները հանրապետությունում բարձր վարկանիշ ունեցող մարդիկ են եւ ոչ մի կասկած չկա, որ սա շատ լուրջ շարունակություն է ունենալու։ Тираж книги «Удивительный наномир» составляет 1500 экземпляров. Пособие будет распределено между школьными библиотеками, а также книжными магазинами страны. Создатели уверяют, что данная книга – хороший старт масштабному проекту, серия книг которого скоро дойдет до читателя. Ընտրվել եւ հաստատվել Պաուլ Հարությունյանի կողմից, որտեղ ներկայացված է հանրապետության նվիրյալ պրոֆեսիոնալները, ոչ թե ուղղակի պրոֆեսիոնալներ, այլ նվիրյալ պրոֆեսիոնալներ, որոնք նույն չափով բացի իրենց գիտությունից, իրենց բուհերից, իրենց ուսանողներից ապրում են այսօր դպրոցի կյանքով եւ ջատակովն են, որ դպրոցում ինչ-որ լավ բան կատարեն։ Ես այդ տեսակետից լիահուսեմ, որ այս խմբագրական խորհուրդը կարող է շատ մեծ հաջողությունների հասնել, որովհետև այս երկու որակները նվիրվածությունը, նվիրումը այս գործի, կրթության գործին, հատկապես հանրակրթության գործին եւ պրոֆեսիոնալիզմը միաձուլ է հանդես գալիս այս մարդկանց մոտ։ Ես շատ По инициативе Армена Дарпиняна электронная версия книги «Удивительный наномир» может появиться и на официальном сайте нашего университета. Որ հավաքագրված է այս ծրագրի շուրջ եւ այս ցուցակը, որը Էդուարդ Մշելչիկը ներկայացրի, երևի թե ես ուղղակի գիտեմ, շատ մեծ ակնկալիքներ ունենք մենք, որ այս գործը առաջ կգնա եւ մեզ համար մեծ պատիվ է, որ հայրենական համալսարանը այս գործի կարծես թե կենտրոն է հանդիսանալու։ Շատ լավ է դա, ես ողջունում եմ, շնորհակալություն եմ հայտնում։ Ставшая традиционной, ежегодная студенческая научная конференция стартовала в нашем университете 10 марта. 2 дня пленарных заседаний и секционных залов объединили студентов и магистрантов практически всех направлений РАУ, которые, собственно, презентовали результаты собственных исследований. На этот раз мы представили достаточное количество направлений науки. Практически все направления, основные направления научного университета задействованы здесь. Очень много интересных названий, докладов, докладчиков, докладчиц. Во время открывающей конференцию пленарной сессии было представлено 4 научных доклада о генетической характеристике армян различных географических регионов на основе изменчивости митохондриальной ДНК присутствующим рассказал Грант Хованесян. Интересное научное исследование было основано на рассмотрении именно женской ДНК, что в принципе является новшеством современной науки. Как известно, армяне являются автохтонным народом армянского Нагорья с выраженными этническими и культурными характеристиками. Однако на сегодняшний день существует очень ограниченное количество генетических исследований армян. Большинство из них велось в нашей лаборатории преимущественно по маркерам по данным Y-хромосомы, то есть по маркерам, которые отражают только мужскую часть генетической истории популяции. Женская же часть генетической истории армян практически не исследована. И поэтому основной целью нашего исследования являлась реконструкция женской генетической истории армян, основываясь на маркерах митохондриальной ДНК. В работе были также исследованы генетические отношения между армянами и другими народами, выявлена неизменность армянской женской ДНК по географической локации и на основе сходства с близковосточным генетическим пулом, народности которых, безусловно, являются автохтонными, выводится тезис об автохтонности и армянского народа. Лида Мунацаканян представила доклад на более чем актуальную тему для последнего времени, а именно проблемы и перспективы валютной интеграции в рамках Евразес.
Проблемы применения универсальной юрисдикции в международном праве были затронуты в докладе Сатыник Мансашан, а Эрма Берберян рассказал о психологических характеристиках этнокультурной идентичности армянской и русской молодежи Армении. По итогам конференции избранные работы будут опубликованы издательством университета. Сегодня у нас приятное событие. Мы так официально передаем вашему университету 300 книг, которые мы привезли в Ереван. Это сравнительно небольшая партия, но мы ее тщательно подбирали. Уже не в первый раз Дом русского зарубежья имени Александра Солженицына передают в дар Российско-армянскому университету серию книг, и в этом году наша библиотека пополнилась замечательными образцами по истории, философии, культурологии, истории, литературоведению, одинаково полезными и интересными как преподавателям, так и студентам. Именно эта подборка меня лично поразила, потому что здесь она очень осмысленная. Именно эти 300 книг подобраны совершенно замечательно. Если речь идет об одном писателе, то вокруг выстраивается целый контекст, воспоминания жены, друзей, новые исследования, какие-то материалы, которых раньше не было. Если говорить о Серебряном веке, тут же подходит такой другой пласт, связанный, скажем, с сыном Гумилева, с философским каким-то ключом понимания, с действительно православным осмыслением, с религиозным. Я вас уверяю, дорогие коллеги, студенты, преподаватели. Дело в том, что каждая книга вот на этой самой скромной полочке ценна по-своему, а это не только новейшая литература, но это одна из самых, сверхкачественная литература, посвященная русскому языку, научному изучению русского языка, методике преподавания русского языка. Я уверен, что эти книги послужат нам не год и не два, и я уверен, что они стимулируют наши собственные изыскания в этой сфере, в этой области. Мы просто хотим сказать огромное спасибо, потому что у нас со второго курса начинается научная деятельность, мы пишем статьи курсовые, нам очень нужны такие книги, потому что тот обзор, который вы нам даете, тот спектр знаний, который мы можем приобрести в нашей библиотеке, так сказать, не отходя от кассы, спустившись после лекции, да, не идти в какую-нибудь городскую библиотеку искать, а добираться потом сложно вечером. Нам просто можно спуститься, тут поработать, у нас здесь компьютер, мы можем пописать, и это очень важно, и для того, чтобы продвигать науку в юношестве, да, для наших научных работ. Спасибо вам большое. Фонд русского зарубежья призван изучить, сохранить, а иногда даже возвратить на историческую родину культурное наследие русской эмиграции. В последнее время деятельность фонда связана также с писателями советского периода. А подобные презентации и передачи книг для фонда уже традиционные. Более 200 выставок в 40 странах мира было проведено в последние несколько лет. В дарственной коллекции представлены книги, изданные как издательством «Русский путь», которое функционирует в рамках Дома русского зарубежья, так и другими издательствами Москвы, Петербурга и регионов России. На сегодняшний день в России существует лишь несколько гуманитарных программ по поставке, в частности, литературы за рубеж. А данный проект осуществляется в том числе благодаря непосредственному содействию посольства России, а также Центра Россотрудничества в Ереване. Приятно, что эти книги, они нашли своего адресата, так как именно здесь, я уверен, вот та подборка великолепная, которую сегодня мы имеем возможность видеть, будет наиболее востребована. И особо примечательно то, что в качестве получателя подобного дара, скажем так, от Армении выступает именно наш университет. Место, где о русском языке, русской культуре и русских книгах знают далеко не понаслышке. Очень радостно и почетно, что в Ереване действует наш университет, который является центром, на самом деле, притяжения всех вот этих благородных подвижнических усилий истинных людей с русским духом, знающих истинную ценность России, которая заключается в глубоком духовном наследии. Это наследие является частью нашего богатства, и мы это осознаем. Во всяком случае, здесь, в университете, работают, живут, творят, созидают, учатся люди, которые это понимают, которые этим живут и будут этому верны. Filmը շատ զգայական է, որովհետև շատ հետաքրքիր մի պատմություն է պատմում երկու զինվորականի մասին, որոնք Ռուսաստանից եկել են և միացել են պայքարին Ղարաբաղյան։ Ֆիլմը ելցել է առաջին պրեմիերա իր անանաց Ստեփանակերտում և
В Доме культуры РАУ 11 марта состоялся просмотр фильма Анны Товмасян «Сила земли». Документальная лента повествует о событиях периода с 87 по 92 год, полных трагизма и одновременно героизма, когда действительно решалась судьба Карабаха. В зале присутствовали и те, кто далеко не понаслышке знает о той войне, и те, для кого это время услышанная история. Այն հեռավոր ու ձիգ ժամանակահատվածը, որ շեշտը, որ նստում է պատմության մեզ համար շատ թանկ մի ժամանակաշրջանի վրա, ասես թե ցավը գտանում է։ Եվ մենք հաճախ կոչում ենք զգոնությունը։ Ֆիլմի սկզբնական հատվածում կար մի բան, որ մեզ ասես թե սթափեցնում էր հասկանալու համար, թե ինչ ենք տվել այս պատերազմին եւ միթե իրավունք ունենք հիմա շռայլելու այն ինչ վաստակվել է նաեւ այդ տղաների կյանքի դիմաց։ И первая операция по доказательству этих преступлений, это была Джалинская. Надо было освободить центр Карабаха от турков. И освободить центр Ирпин, мы не могли бы начать войну по освобождению всего Карабаха. Ректор РАУ Армен Дарпинян поприветствовал присутствующего в зале известного армянского писателя Зори Балаяна. Именно по мотивам его книги «Между адом и раем» была снята картина. Այդ գիրքը գրված է բարի զբոսայգով հրամաններում Ղարաբաղյան պատերազմի։ В фильме рассказываются события Карабахской войны, как вся Армения вела борьбу с жизнью и смертью против Азербайджана. А главная история второй части киноленты складывается вокруг двух юных русских солдат – Дмитрия Мотрича и Ильи Кулика, которые добровольно отправились на Карабахский фронт и пали там. Миссию сына продолжил и отец Дмитрия Мотрича. Об этой истории также рассказал Зори Балаян в части «Мотрич продолжил тело Мотрича». В зале также присутствовали мать и брат третьего их погибшего друга Миасника Гаспаряна, Миро. Режиссер Анна Товмасян в своей картине показала и семьи погибших солдат, жену Ильи Кулика и мать Дмитрия Мотрича. Они приезжали в Армению, в Карабах, были награждены медалями. Հիշեցի Արցախում մայրերին, տուրերին, կանանց, որոնք որ, ինչպես ասում են, բոլորով, այսպես անում էր գրադին և մնում էր այդտեղ։ Ավելորդ չեմ համարում կարծալ, թե ինչ է ասել այդ տարիների մասին, պետք հատուղարը Ադրբեջանի Լեյլա Շովքետ Գաջեևան։ Ինքը ասել է, ես ռուսերեն ընթերցեմ, мы ежедневно, днем и ночью, бомбили Степанакерт из разных точек, но армяне не покинули своих домов. Вы же, Демилов, азербайджанцев, вы же бежите уже тогда, когда разрывы армянских снарядов еще и не слышны. Դա ասվել է 1993 թվականին Արաքս գետի ափին և ադրբեջանական հեռուստատեսությամբ դա ցուցադրվել է։
խոնարհվում եմ բոլոր այն մայրերի առջև, որոնք իրոք ոչ միայն մարդ են կերտում, այլ ազնվականի տեսակը, որոնց համար իրենց արժանապատվությունը շատ ավելին արժե, քան սեփական կյանքը։ И объединившие героев горя одновременно с доблестью и отвагой режиссер Анна Товмасян подала с особой чувственностью, присущей женщине. Теперь я знаю, за что погиб мой сын. Он воевал за свою родину, за свою землю, за свою родную землю. Самое главное – это люди, которые населяют эту землю. Вот за их счастье и воевали наши ребята. За наших братьев, сестер, за наших родных. Չեմ պատկերացրել, որ ես կարող եմ ռեժիսոր լինել։ Մասնագիտությամբ իրավաբան եմ, եւ այս երևի նախախնամություն կար, ես պիտի այս ֆիլմերը անեի։ Դա իմ համար էր պահված երևի, թե այս թեման Զիմայի մասին պիտի նկարեի ֆիլմը, հետո պիտի գտնվեին հարազատները զոհված տղաների եւ իրենց մասին պիտի իմանային, երբ որ դու երկար ժամանակ շփվում ես այդ մարդկանց հետ, այդ իրոք պատերազմը տեսած մարդկանց հետ, իրենց պատմությունները, իրենց դիտարկումները, այդ ամեն ինչը շատ ճիշտ գեղարվեստական ֆիլմի քեզ տալիս են գաղափարներ։ Այսինքն ես ճիշտ պրիզմայով եմ տեսնում այդ ամեն ինչը եւ կուզենայի խաղարկային այսի ֆիլմ լիներ Արցախյան գոյապայքարի մասին։ За картину «Сила земли» Анна Товмасян была награждена медалью имени маршала Баграмяна. Тамара Акопян специально для РАУ ТВ. Его часто называют ширакским поэтом не только потому, что он сын ширакской земли, но и потому, что в его произведениях так часто и так благоговейно воспевается родная земля. Самвел Маркарян, поэт и публицист, главред газеты «Ширак», 18 марта представил в РАУ свой новый сборник стихотворений «Священное Нагорье». Եվ այս ֆիլմում մի փոքր նման ներկայություն դրած ոգին է ներկայացնում այսօրվա Շիրակ աշխարհի գեղեցիկ է ներկայացնում մարդու պարտավորություն է ներկայացնում իր հայրենի հողի նկատմամբ իր մեծերի նկատմամբ խոնարհվի որ բարձրանաց մարդ որը իրեն շրջապատում են խնձորներով չի կարող վատ մարդ իրել հասկանում, չի կարող և այս գեղեցկության մեջ այս նվիրումի մեջ այս քաղաքացիական նաև իր պատքի կատարման մեջ ես կարծում եմ որ Մարկարյանը այսօր իրար կերպով ներկայացնում է Շիրակի ոգին, Շիրակի մշակույթը, Շիրակի վերականգնությունը։ Присутствующим в зале был показан сюжет о Самвеле Маркаряне, его семье, о работе, увлечениях, а также мнения коллег и друзей о нем. Ովանից Շիրակ, Շերան, որ երկերով ես հաստակվել եմ հավալի հատկորով, հաստակվել եմ Շիրանի ներդիներով ու խոսքերով, գիվանի և այլն։ Այսպիսի հաստություն քիչ հասություններ Հայաստանի։ Այո, անաստեղծը կարող է վիճվել, կարող է ապել խրտիրներ, խոտից, ամպից, շարժումից, բաների, որոնք կարող է անշան տվան շատ են։ Ես շատ եմ ազում անաստեղծ Սամվել Մարկարյանի հետաքրքրում տենասիրությունը, նրա անաստեղծություններում դա շատ մեծ դեր է գրավում և նաև նրա հայրենասիրությունը առարկայական, որտեղ կարող ես
Հայաստանի բոլոր աշխարհագրական անունները տեղավորել փոթերքում, այդ չլինի կանաստեղծություն։ Սքանչլախոս ու գրաֆիկու մեր հայրենիքի ողջ գանձերը մեկ էջում հնարավոր չէ տեղավորել, սակայն գյումրեցի խենթ պոետը գտել է մեկներու վրա։ Ես ուզում եմ ասել, որ քո ջանքերով կառուցել ես այնպիսի մտերգրականության մեջ, որ կարողացել ենք մենք բոլորս սիրել քեզ, քո մարդասիրության, քո հայրենասիրության, քո մտածելակերպի առումով, եւ այս առումով ես կարող եմ ասել, որ քո ջանքերով ու աշխատասիրությամբ հասել ես մեծ փառքի։ Դուք անհատականություն եք հայ ժողովրդի համար, յուրաքանչյուր բանաստեղծ, յուրաքանչյուր գրող, յուրաքանչյուր մտածող հայ ժողովրդի սիրելին է։ Չկա մի բանաստեղծ, որ ժողովրդի պատման կամենա։ Բանաստեղծական իր հավատամքով Սամվել Մարգարյանը ավանդական բանաստեղծության, ավանդական պոեզիայի կողմնակիցն է, իր հայացքը հարած դեպի դասական ավանդները, իր հայացքը հարած դեպի դասական գրականության այլ դրսևորումները, որոնք ավելի շատ մեզ տանում են դեպի նկարագրական բանաստեղծությունը, մեզ ավելի շատ տանում են դեպի ներանձնային հույզերի բանաստեղծությունը։ Սամվել Մարգարյանի ցանկացած գիրք իր դասագիրքն է, աշխարհաճանաչողության իր հայտն է, աշխարհաճանաչողության իր աղաղակն է, հայրենասիրության իր դրսևորումն է։ Ինձ համար հայրենասիրությունը որքան տեղային, նույնքան էլ համամարտկային հասկացություն է, համատեղային հասկացություն է։ Սամվել Մարգարյանը ստեղծել է հայրենիքի մոդելը, Սամվել Մարգարյանը ստեղծել է իր փոքր հայրենիքի կերպարը, որը տարբերակվում է մեծ հայրենիքների կերպարների մեջ, այսպես ձևավորելով բանաստեղծի սերը, բանաստեղծի երկխոսությունը այն բնաշխարհի հետ, որի ծնունդն է ինքը։ Մարդ, որը առարկայական սիրում է իր հողն ու ջուրը, ով նվիրված է իր ազգին եւ տեղային հայրենասիրության մեջ երբևէ չկասկածել հայրենասիրական բնությունները, հանձինս քո օրինակով եւ շատ շատերի, շատ շիրակցիների, ովքեր անկախ նրանից որտեղ են ապրում, նրանք առաջին հերթին իհարկե հայ են եւ իհարկե նրանք իրենց հող ուժերի, իրենց տնտավայրի ծնունդը, որին նվիրվում են։ Քո ամբողջ ստեղծագործության մեջ, քո ամբողջ կենսագրության ընթացքում, աշխատանքում, Գյումրիում, նույնիսկ տեքստիլագործների հետ փոքրիկ բազմաթվականակ թերթի էջերում արդեն ոչ թե միայն տեքստիլագործների կյանքն է լուսաբանում, նրանց երուսերը արդյունաբերական, այլ այնտեղ մենք հանդիպել ենք քո վաղ շրջանի բանաստեղծություններին եւ այն ժամանակ արդեն մատով էին ցույց տալիս, որ Սամվել Մարգարյանը ապակա ունեցող խոստումնալից բանաստեղծ գրող է։ Քո հրապարակախոսությունը ընդօրինակելի պիտի լինի շատերի։ Նա լավ բանաստեղծություններ գրում է, հրաշագիր հրապարակախոս է, բանաստեղծ է, բայց մի բանը շատ պետք է շեշտի։ Առաջին հերթին նա շատ ազնիվ անձնավորություն է եւ երախտամոռ չէ, երբեք չի մոռանում փոքր արած վերաբերմունքը, սա գիտեք բոլորի մենաշնորհը չի, դա շատ բարձր հատկություն է, գյումրեցին ասում է, որ ամենագեշ այսարքը երախտամոռությունն է, իսկ Մարգարյանի մոտ դա շատ բարձր հիմքերի վրա է դրված։ Շնորհակալություն երախտի խոսքն եմ հաղում, Աստված քաղցր աշխորհն է ազգին, հայրենիքին, մեզ բոլորիս ազգովին, սիրենք ներես հողը, եւ այնպես անենք, որ մեզանից յուրաքանչյուրը հոգու պարկ պետք է ունենա, թույլ չտանք, որ երկիրը հայաթափվի, թույլ չտանք, ինչ որ աներևույթ ծերկեր կան, աներևույթ փլուկներ կան, որ երկիրը ինքից ուզում են քանդել, թավարևույթից է գալիս, որտեղից է գալիս, դժվարանում եմ, բայց պետք է դա կանխեն, պետք է դա կանխեն։ Студенты РАО прочитали стихотворение поэта, а присутствующие пообещали, что поводов для подобных встреч в скором будущем станет больше.
Երկիր է, չունես կողերով կյան, բայց ունես լերներ, լերնային վահան, ունես Արարատ, երկնային տաճար, լերնային գրեր, լերնային հանճար։ Спорту в нашем университете уделяется достаточно много внимания. Фразы и вариации на тему «В здоровом теле здоровый дух» звучат самыми различными спикерами из самых различных трибун. А в спорткомплексе университета проводятся как плановые, так и факультативные занятия различных видов спорта. Потому студенческая спартакиада, которая, к слову, стала уже традиционной, довольно ожидаемое событие. Команда Института гуманитарных наук Анжела Муразян и Асмика Гвердян. Институт медиа, рекламы и кино. Экономика и бизнес. Анжела Ткаченко и Джульетта Зубанян. Институт математики высоких технологий Артем Бураган и Тануя Айратутян. Аплодисменты! 18 марта во дворе РАУ состоялось открытие соревнований, которое в этом году называется «Студенческая весна-2014». Добрый день, РАУ! Я приветствую всех участников спартакиады, межинститутской спартакиады нашего университета. Желаю вам огромных настроений, весеннего, хорошего настроения. И думаю, что вот этот задор, который задан, положит основу для того, чтобы мы с вами были сильными, крепкими по духу, по телу, по телосложению. Только в здоровом теле, здоровый дух, вот это сочетание, безусловно, важно. Особенно важно сегодня. Армянской нации нужен этот задор, и думаю, что вот эта спартакиада — новое начало такого движения. Спартакиада организована усилиями студсовета РАУ, помощника ректора по вопросам со студентами Рипсима Маркарян, а также кафедры физкультуры и здорового образа жизни. В этом году конкурсы будут проводиться в спортивных и не только категориях. Мини-футбол, волейбол, настольный теннис, большой теннис, перетягивание каната, шахматы, армрестлинг, интеллектуальная игра «Что, где, когда», голос РАУ, танец РАУ, фото РАУ, КВН и флешмоб. В этом году к командам-участникам присоединились их самые юные друзья – ребята из школы УСМУГ. А началась спартакиада конкурсом перетягивания каната между студентами институтов ИПП и МРК. Со счетом 4-1 выиграли ребята Института права и политики. Հաղթանակ տարեցինք տղաներով ուժեր տղաներով մեր ինստիտուտից Շնորհավոր մեր բաշխան է շնորհարարում ԻՊՊ
Сегодня своеобразной визитной карточкой той или иной компании является ее официальный сайт. Университет не исключение, и очень часто веб-страница – первое, с чем сталкивается абитуриент при выборе учебного заведения. Потому переоценить важность грамотного и красивого оформления страницы сложно. 7 марта официальный сайт РАО перешел на новый дизайн, преобразовалась и структура веб-страницы. Мы долго прорабатывали дизайн нашего университетского сайта, чтобы он отвечал многим современным запросам. Однако многое пока находится на стадии подготовки. Например, личные кабинеты студентов и преподавателей, зоны с открытым и закрытым доступом, интерактивная площадка и многое другое. Веб-мастер Ваган Говсепян рассказал, что на сегодняшний день переписано полностью ядро сайта, созданы отдельные сайты институтов РАО, готовится площадка интерактивного взаимодействия между институтами, студентами и преподавателями. Сайту примерно уже 8 лет. За это время набралась очень большая, примерно около 10 гигабайт база информации по сайту, статьи наших работников, студентов, работы наших студентов. Все обязательно публикуется на сайте. И переход на не только новый дизайн, но и новое ядро. На протяжении последних полугода мы полностью преобразовали всю базу данных. На современном программном обеспечении все это собирается. И довольно-таки удобный интерфейс. Определенная фирма нам помогла созданием дизайна нашего сайта. И в результате этого мы получаем и более современную, и более защищенную, и более продуманную уже полноценную структуру, как для студентов, так и для интересующихся, находящихся вне нашего университета. Официальная страница РАО является одной из самых посещаемых в поисковом запросе университетов Армении, а современный дизайн и улучшенная структура позволят не только сохранить, но и улучшить эту тенденцию. Программа «Давай поженимся» знакома многим, а ко дню 8 марта студенты второго курса специальности лингвистика представили, как выглядел бы проект в Испании. Шуточный выпуск был, соответственно, на испанском языке, а в остальном все как полагается – с ведущей, свахами, женихом, предполагаемыми невестами и будущей свекровью. Представляя себя, девушки рассказывали и о своей работе, увлечениях и городах, в которых они живут, тем самым в легкой и своеобразной форме рассказывая присутствующим и об Испании. С праздником присутствующих поздравили также ребята из группы «Немра», исполнив как свои работы, так и каверы на многим знакомые песни.
Ричард Дацер, критик Boston Globe, писал: Арам Гарабекян способен так воодушевить оркестр, что может получить от него то, что захочет. Арам Гарабекян возглавил Государственный камерный оркестр Армении в 1997 году, и в это сложное время он смог гармонично войти в художественную жизнь страны. Оркестр активно работал, давал концерты, создав собственный неповторимый стиль, вобрав при этом опыт предшественников. Оркестр особое внимание уделял армянским, в том числе современным композиторам, синтезировал камерную музыку с народными инструментами. Арам Гарабекян нес музыку в широкие массы. Оркестр давал концерты на открытом воздухе в храме Гарни, Звартноц, Шуши. За выдающийся вклад в культурную жизнь Армении ему была вручена почетная медаль имени Мовсеса Хоренаци. С 19 марта в Российско-Армянском славянском университете состоялся вечер памяти маэстро Арама Гарабекяна. На этой сцене многократно выступал Арам Гарабекян со своим оркестром, с Государственным оркестром, камерным оркестром Армении. И даже здесь проходил 10-летний юбилей сотрудничества оркестра и Арама Гарабекяна. Открыл концерт струнный оркестр имени Эдварда Мирзояна, что весьма знаково. Государственный камерный оркестр исполнял многие произведения композитора. Я хотела бы еще вам рассказать от нашего времени, каким он был верным товарищем старшим. Вы знаете, когда его сильно не хватает, и будет, наверное, всегда не хватать. И для меня он неизмеримо просто присутствует сейчас в этом зале. Чем
чем поможет нам держать высокую планку искусства. Нам и нашим коллегам. Спасибо. Светлая память Майки. Арама Гарабекяна знали, любили и уважали как зрители, любители музыки, так и знакомые, друзья, коллеги дирижера. На ստիպում էր բոլորին դիրիժորական քայլի ներքո, որ ասես կախարդականությունի գավազան լիներ, ներկայանալ ամենատարբեր երաժշտական ընթերցումներով։ Դնում է, որ երաժշտությունը դա մասնագիտություն չէ, դա տեսակերպ է, դա ապրելու տեսակ է, եւ այսպիսին է ինքը այդպես էր ապրում էր։ Որովհետեւ Հայաստանից մեկնելուց հետո մենք գիտենք, որ նա ամերիկյան մայրցամաքում կրկին ծավալեց եռանդուն երաժշտական գործունեություն եւ երեկներ էր ունենում Իսրայելում, Չինաստանում եւ հայտնի որ 2012 թվականին Լոս Անջելեսի օդանավակայանում երբ դիմավորում էին ամերիկյան շաթլ տեսարանավը, ապա երաժշտական հանդիսությունը վստահված էր Մայստրո Ղարաբեկյանին։ Вечер продолжил Государственный камерный оркестр под руководством главного дирижера и худрука Ваана Мартиросяна. Украшением концерта стал вокал Ирины Закян и Мане Галоян.
поблагодарить наших музыкантов и пригласить их на сцену. Квартет имени Мирзояна. К сожалению, ребята должны были пойти на репетицию, но прекрасная представительница, по-моему, должна быть с нами. Соня, будь добра. Маме довольно. Пожалуйста. Ирина Затян. Елена Саркисян. Армен Майдан. Государственный камерный оркестр Армении. И дирижер Арутюн Арзуманян. Գործունենք իսկապես բարձր կլասի արվեստագետի հետ, բարձր չափանիշներով ղեկավարվող մարդու հետ, անչափ պատասխանատու անձնավորության հետ, որը իր ուսերին պատրաստ է վերցնել այդ կոլեկտիվի, այս հրաշալի մեր կոլեկտիվի վերելքի գործը։ Եվ իրեք ինչն եմ ես ամենաբարձր գնահատում, ամենաբարձր չափանիշներով գնահատում, այն որ Ղարաբեկյանը մշտապես փորձեց եւ հայրուն կերպով իրականացրեց ձեր միջոցով, ձեր միասին այս պրովինցիալիզմից դուրս գալու չափազանց կարևոր, որովհետեւ մեզ կարծես թե համակել է ընդհանուր մի պրովինցիալ վիճակ, որին մենք արժանի չենք, որին մենք սովոր չենք, որին մենք որի մեջ մենք չենք կարող մեր պակասերներին դաստիարակենք, մեծացնենք և ինչ-որ բան փոխանցենք և մանավին մենք բոլորս պետք է այդ իմաստով խորին կերպով շնորհակալ լինենք և խոնարհվենք նրա հիշատակի առջև դեմս Արամ Ղարաբեկյանի մենք ունեցել ենք մի հրաշալի մեծություն, որին միայն մեծարելով, մեծացնելով արդեն իր բացակայության ժամանակ մենք ինքներս ևս կմեծանանք։